Որևէ վտանգ չենք հանդիսանում տարածքի համար, Իսեր Աստծո։ Հարգում եմ ձեր խոսքը։ Շնորհակալ եմ։ Մենք էլ խնդրում ենք հարգել մեր հավատքը եւ թույլ տալ մտնել։ Ես ունեմ, հավատացեք։ Ուղղակի մեր ծառայության բերումով մենք Չէ, ծառայության բերումը այս պահին արդարացում չի։ Երբ որ հարձակվել են հայ ինքնության վրա, հոգեվոր Չէ, մեր հոգեվոր արժեքի վրա այսօր ներգործություն է տեղի ունենում։ Այսօր քրիստոնեության վրա Հայաստանի Հանրապետությունում Սուրբ հայրերին այսօր ձերբակալել են, ինչը նշանակում է, որ այլևս մեր երկրում մեր հավատքը վտանգված է։ Ես խնդրում եմ, որպես դուք հայորդի, ուժեղ, պաշտպանող, մեր հայուհիներիս պաշտպանն եք դուք։ Եվ ես հույս ունեմ, որ երբ որ ասկյարները կգան ու հրամանը կիջնի, որ շատ տգեղ ու բռնաբարող գործողություններ են իրականացվելու, դուք այդ դեպքում չեք արդարացնի, որ ծառայություն եք իրականացնում եւ ստիպված եք լռելու։ Հիմա խնդրում եմ, մի ենթարկվեք այն հրամանին, որը ապօրինի է, եւ ենթարկվեք հայ ժողովրդին, ով հայ առաքելական Սուրբ եկեղեցու հետևորդ է, եւ խնդրում է, պահանջում է ձեզնից, որպես հայ տղերք, հայերեն խոսացող տղերք, երբ որ դուք ծնվել եք, ձեր ծնողներին ասել են, որ հայ օջախը շեն մնա, հայ արուզավակ է ծնվել, եւ հենց այն եկեղեցականները, ովքեր այսօր կալանավորված են ու ձերբակալված են, նրանք օրհնել են ձեր մկրտությունը, ձեր պսակադրությունը, ձեր զավակների մկրտությունը, Աստված մի արածե մեր տատիկ պապիկների մահվան արարողությունը, ես խնդրում եմ հարգել իմ հավատքը եւ չխոչընդել